Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 15։ Ծուլությունը կգցե մրափի մեջ, և ծույլ անձը կսովացանա, Առակաց 19-րդ գլուխ 15-րդ խոսք։ Քրիստոսը ծառաներ չունի պարապության համար, նրանք ամեն ինչ ստացել են նրանից և իրենցը կոչելու ոչինչ չունեն բացի մեղքից, ուստի այն ամենը, ինչ մենք ստանում ենք Քրիստոսից, տրվում է այն նպատակով, որ աշխատենք նրա համար։ Հոգու հայտնությունը տրվում է յուրաքանչյուրին ընդհանուր նպատակի համար, վերջի վերջո գալիս է հաշվետվության օրը։ Մենք բոլորս պիտի հաշվետու լինենք այն բանի համար, թե ինչ բարիք ենք ձեռք բերել մեր հոգիների համար և ինչ բարիք ենք գործել ուրիշների հանդեպ այն պարգևներով, որոնք մեզ տրվել են։ Սակայն սա չի նշանակում, թե բնական կարողությունների զարգացումը կարող է մարդուն արժանի դարձնել աստվածային շնորհին։ Ճշմարիտ քրիստոնյայի ազատությունն ու արտոնությունն այն է, որ նա գործածվի որպես իր փրկչի ծառա, առաջ տանելով նրա փառքը և նրա ժողովրդի բարօրությունը։ Քրիստոսի սերը նրան ստիպում է այլևս իր համար չապրել, այլ իր Տիրոջ համար, ով մահացավ նրա համար և հարություն առավ։ Նրանք, ովքեր կարծում են, թե անհնար է հաճեցնել Աստծուն և զուր է նրան ծառայելը, հավատքի կյանքում երբեք ոչ մի օգտակար բան չեն գործի։ Նրանք գանգատվում են, թե Աստված իրենցից պահանջում է ավելին, քան իրենք կարող են անել, և պատժում է այն բանի համար, ինչը իրենց ուժերից վեր է։ Բայց ինչ էլ որ նրանք ձևացնեն, իրականությունն այն է, որ նրանց սիրտը չի սիրում Տիրոջ էությունն ու նրա նպատակը։ Ծույլ ծառան դատապարտվում է իր տաղանդից զրկվելով։ Սա կարող է կիրառվել այս կյանքի օրհնությունների վրա, բայց առավել ևս շնորհքի միջոցների վրա։ Նրանք, ովքեր չեն ճանաչում իրենց այցելության օրը, կկորցնեն այն բաները, որոնք իրենց խաղաղության համար էին, և դրանք կթաքցվեն նրանց աչքերից։ Նրանց ճակատագիրն է նետվել արտաքին խավարը։ Այսպես է սովորաբար արտահայտվում դժոխքում դատապարտվածների տառապանքը։ Եկեք չնախանձենք մեղավորներին և չցանկանանք նրանց անցողիկ բարիքներից որևէ մեկ։